Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում քննարկում է անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշում է, քննարկումների ընթացքում որոշել են առավել շատ կենտրոնանալ կամավոր թեստավորման վրա։ Նախարարն ընդգծում է, քննարկվում է սխեման, որ ծնողները կարող են իրենց կամք դրսևորել, որ երեխան անցնի որոշակի թեստավորում, հավելելով, որ անչափահասների ու երիտասարդների հարցում պետք է մոտեցումները ձևավորել չվնասելու սկզբունքով։ Դա է պատճառը, որ կամավորության սկզբունքի տարբերակը ընդունելի է համարվել։ Պրոշյան և Քացախ համայնքների բնակիչները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել, նրանք պահանջում են, որ 25 և 59 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները շարունակեն մինչև իրենց համայնքներ հասնել։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որ իրենց հետ հանդիպման գնա Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Քասախի ու Պրոշյանի բնակիչներն ապրիլի սկզբին մի քանի անգամ փակել էին աշտարակ Երևան մայրուղին, պահանջելով չեղարկել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության որոշումը, ըստ որի Պրոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի Մուլտիտրանսպորտ ընկերության թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է։ Կառավարությունը փոփոխությունների չի գնալու։ Տրանսպորտի հարցը ընդգրկված նաև այսօր անցկացվող Երևանի ավականու նիստում ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է տրանսպորտի ուղևորցի թանկացման վերաբերյալ որոշումը կասեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը եւ 2025 թվականի ուղևորցի վճարումների տվյալների հիման վրա հնարավորություն ստեղծել պարզել տրանսպորտի ուղևորցի ինքնարժեքը։ Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած 7 անձի տարբեր ծանրության հրազենայի վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին։ Նա դատապարտվել է ցմահ հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Նրա մասնակցությամբ դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող Սքո սրահում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է ուղեղի կաթվածից եւ դրան հաջորդած սրտի սուր անբավարարությունից։ Այս մասին ասվում է 88-ամյա քահանայապետի մահվան վերաբերյալ հրապարակված վկայականում։ Վատիկանի բժիշկ Անդրեա Արկանջելին նշել է, Հռոմի Պապը երկուշաբթի վաղ առավոտյան մահից առաջ կոմայի մեջ է ընկել։ Հրապարակվել է Ֆրանցիսկոս Պապի կտակը, ըստ որի նա կհուղարկավորվի Հռոմի Պապական մեծ բազիլիկում Սանտա Մարիա Մաջորե տաճարում առանց որևէ հատուկ զարդարանքի։ Ապրիլի 22-ի գիշերը ռուսական կողմն անօդաչուներով հարվածներ է հասցրել Օդեսային, նախնական տեղեկություններով վիրավորվել է 3 մարդ։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը նշել է, որ անօդաչուներից մեկը հարվածել է քաղաքի խիտ բնակեցված տարածքում գտնվող բնակելի շենքին, բազմաթիվ բնակարաններ վնասվել են։ Հարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել է համալսարանի ավելի քան $2 միլիարդ պետական ֆինանսավորումը։ Համալսարանն անօրինական է որակել Սպիտակ տան փորձը համալսարանին զրկելու դաշնային դրամաշնորհից։ Հայցով բուհը խնդրում է թույլ չտալ, որ պետական ֆինանսավորման սառեցման որոշումը ուժի մեջ մտնի։ Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր Հարվարդի համալսարանի ավելի քան $2 միլիարդ դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու մասին, բուհին մեղադրելով քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու եւ հակասեմականության դեմ պայքարում բավարար քայլեր չկատարելու համար։